Բայց ես այդքան վստահ չէի լինի, որ այս process-ը մոտ է հանգուցալուծմանը։ Այո, ինչ-որ process-ի մեկնարկ տրված է, ակնհայտորեն այս 28 կետանոց պլանը բխում է անկորիջի Պուտին-Թրամփ հանդիպումից եւ ակնհայտորեն հաշվի առնում այն իրական ստատուս քվոն, որ ձևավորվել է ռուս-ուկրաինական հարաբերություններում, բայց կրկնում եմ դրան դիմադրողներ կան Ուկրաինայում, օրինակ Զելենսկին եւ հասկանում է, որ այդ խաղաղության ստորագրումից հետո ինքը զրկվելու է իշխանությունից, դիմադրողներ կան Եվրամիությունում, դրա իր գլոբալիստական, լիբերալ գլոբալիստական կենտրոններով, որովհետև Բրյուսելում հասկանում են, որ սա ըստեյության ռուս-ամերիկյան համաձայնությունն է եւ իրենք խաղից դուրս վիճակում են հայտնվում, դիմադրություն կա նույնիսկ Միացյալ Նահանգներում խորհրդային պետության նիոկոնների շրջապատում։ Դրանց դիմադրությունը լինելու է, ինչը նշանակում է, որ շատ արագ հանգուցալուծումներ չենք ունենալու։